Բաքվի բանտում պահվող Վիգեն Էլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Ըստ փաստաբանի 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։ Կարճատև զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որն իրեն չեն տրամադրում։ Նա ինձ ասաց. Լինդա, ես սողում եմ, մեջքի խնդիր ունեմ, ցավերից այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերիս վրա սողալով եմ տեղաշարժվում։ Ինձ բժշկի են տանում, նա դեղ է նշանակում, բայց այնտեղի պահակները չեն տալիս այն ինձ։ Բանտի չի համաձայնում խոսել ինձ հետ, որպեսզի դեղ տա, ոչ ոք ինձ չի պատասխանում։ Ամբողջ այս ընթացքում իմ միակ սնունդը հացն ու թեյն է, չեմ կարողանում ուտել, առողջությունս շատ է վատացել, դեղերի կարիք ունեմ։ Փաստաբան Լուսիանա Մինասյանը ահազանգել է, որ Էլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը եւ ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները, Մանդելայի կանոնները։ Մենք հրատապ պահանջում ենք անմիջական անկախ բժշկական գնահատում, որակավորված միջազգային մարմինների հումանիտար հասանելիություն, անվավոր աթոռի, պատշաճ սննդի եւ անհրաժեշտ դեղամիջոցների տրամադրում, ծանուցումներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին եւ չեզոք դիտորդներին։ Վիգենի կինը կոչ է անում աշխարհին կանգնել գերիների կողքին, ասում է, որոշ գերիների հարազատներ վախենում են խոսել, բայց ինքը վստահեցնում է, չի լռելու հանուն արդարության։ Իմ ամուսինը անմեղ է եւ նա չպետք է դատվի որպես վարձկան։ Իմ ամուսինը Հայաստանի քաղաքացիություն ունի։ Նա պետք է ազատ արձակվի, նրա առողջական վիճակը բոլորովին լավ չէ։ Ես 5 տարի է կոչ եմ անում հեռուստատեսությամբ։ Շնորհակալություն նաեւ ձեզ։ Էլջեքչյանի առողջական վիճակին զուգահեռ ոչ պակաս մտահոգիչ է նրա դեմ պաշտոնական Բաքվի մեղադրանքների իրավական ու բարոյական ֆոնը, նաև քաղաքական անբարո նպատակները։ Ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն փորձում է լիբանանահայ Վիգեն Էլջեքչյանին ներկայացնել որպես վարձկան, այդպիսով ստեղծելով կեղծ իրավական հիմքեր նրան ռազմագերու կարգավիճակից զրկելու եւ ահաբեկչության շինծու մեղադրանքով դատելու համար։ Բաքվի այս մարտավարությունը աներևակայելի ցինիզմ է, երբ հիշում ենք 44-օրյա պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանի կողմից 3000 օտարերկրյա վարձկանների ներգրավման անհերքելի փաստերը։ Մինչ Ադրբեջանը փորձում է վարձկանի պիտակ կպցնել սփյուռքահայ կամավորին, հայկական բանտում Հայաստանի արդարադատության նախարարության համաձայն իրենց պատիժն են կրում ՑՄԱ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկաններ։ Խոսքը Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիի եւ Յուսուֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջիի մասին է։ Այս 2 սիրիացի զինյալները գերեվարվելով հայկական ուժերի կողմից մանրամասն ցուցմունքներ են տվել այն մասին, թե ինչպես են իրենց հավաքագրել Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները, ինչպես են նրանց Թուրքիայի տարածքով տեղափոխել Ադրբեջան եւ ինչպես են ամսական $2000 խոստումով ուղարկել կռվելու Արցախահայության դեմ։ Սիրիացի ահաբեկիչների գործը լավագույնս վկայում է այն մասին, թե որքանով են շինծու եւ իրականությունից կտրված Բաքվի մեղադրանքները Վիգեն Էլջեքչյանի հասցեին։ Մերի Դանիելյան, Reopen Media։